Բժշկի աշխատանքը շատ պատասխանատու ու դժվարին աշխատանք է, որի արդյունքում կարող են լինել նաև անհաջողություններ, բայց այս ամենին զուգահեռ լինում են դեպքեր, երբ այն չի գնահատվում կամ շատ բարձր է գնահատվում։ Այսօրվա մեր տեսաֆիլմի հերոսը Յուրա Քոսյանն է, ով չնայած իր վատ առողջական վիճակին այցելեց հեռուստաընկերություն, կիսվելու Ախալքալաքի հիվանդանոցի բուժանձնակազմի ցուցաբերած բուժօգնության մասին, թվարկեց նրանց անուն առանուն ու հայտնեց խորին շնորհակալություն։ Ես իրոք էլ ճիշտ գուշակեցիք, մարդ կա երկու հարգանի շենքից ելնում, վրան թափ տալիս ելնում գնում է, ես էլ 2 մետր բարձունքից ընկա, բայց կողս շարթեցի ու ինձ շարթեցի, որ ներքին օրգաններս վնասվել էր, ուշադրություն չդարձրի, որտեղ մեկի կողերին բուժում կաբել չկա, ախր կբռնի իր համար։ Մի քանի օր ուշացումով տեսա ցավերը շատ են, գնացի Ախալքալակ։ Գնացի ստուգեցին, նայեցին ռենտգեն, անալիզներ եւ այլն, բարձվեց որ այդ ցավերը բանը սա կողս վնասել է օրգաններից, լցվել է այրունը մեջ է։ Ու մինչև ես խելքս գլուխս եկավ, մինչև ես զգացի որ հիվանդանոցում եմ, երևի 10 բժիշկ հավաքվել էր գլխավերևից, ճիշտ եմ ասում, ես ինչ էի անում, ասենք 4 հետ գալիս էր, հիմնականում այնտեղ Սամվելներ, Սամվելի հետ էին մտնում ելնում բոլորը, Ալեքսանդր Թորոյանը, Գիա Եփրիկյանը, Սուրեն Կարապետյանը, Ռաֆիկ Չարչյանը, Սամխարազեն, Միխայելը, սա ինչքան որ բժիշկ ուներ Ախալքալակը, բոլորը ու պարտադիր ամեն օր գալիս մտնում, ստուգում, նայում, գնում էին։ Են կատե, ռենտգեն, մենգեն մի անգամ արին, տեսան լավ չեղավ, երկրորդ անգամ տարան մտցրին։ Հետո վերջը մինչև այդ ասում էին անպայման օպերացիա դերնի, վիրահատությունը պարտադիր է։ Հետո տեսան քանի գնաց, այրունը քչացավ, այսինքն վնասված տեղը ավելի փոքր էր։ Կամաց ինքը իրան վերքը փակվեց։ 10 օրվա հաստատ համոզվեցին որ այդ բանը վերացել է այրան հետքերը։ Կոդրվածքը մի քիչ էլի տանջում է, բայց ոչինչ էդի կբռնի իր համար։ Մի մոմենտ ոտքերս ուրան եղան փղի ոտք։ Ախր այն սիստեմա բանել միացել են, ինձ թվում է դրանից կլներ։ Եդել դեմը արան ոտքերս էլ եղավ նորմալ։ Յուրի Քոսյանը առողջական խնդիրներ ունեցել է միշտ, շատ անգամներ անցկացրել հիվանդանոցներում։ Նրա կողմից շատ բարձր է գնահատվել բժշկի բուժքույրի, անգամ հիվանդանոցի հերթապահի ցուցաբերած օգնությունը։ Հիմա ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ ձեր միջոցով։ Այն սանիտարներից մինչև ամենագլխավորը, մենեջերը, բոլորին հատուկ շնորհակալություն։ Այն քույրերը ոչ թե սովորական իրանց մասնագիտությամբ, որպես բուժքույր, այլ ես բոլորին կարող եի ասել իմ քույր բուժքույրները լավ էին, շատ լավ էին բոլորը։ Բայց ուզում եմ առանձնացնել անպայման, կարծեմ թե չեմ սխալվում, Ջուլիա Էլիզբարյանը էդի հատուկ վերաբերմունք ունի, հատուկ ոնց որ իսկական բժշկի երթում տված ու պարտաճանաչ ամեն ինչը ճիշտ ժամանակին վարմունք, խոսալ, մյուսներին չեմ ասում որ վատ էին, բայց այնի ինչ որ մի բանով առավելություն ուներ։ Կարոջը ինչ ասեմ, բոլորից շնորհակալ եմ, նույնիսկ դռնապահներից բռնած, մենեջերից վերջացրած։ Շնորհակալ եմ ձեզանից, հիվանդանոցի աշխատողներ, շատ ապրեք, հիվանդ չունենաք սեփական, ապրեք։ Շնորհակալ մարդիկ մեր օրերում շատ քչերն են, սակայն Յուրի Քոսյանի մարդկային կերպարը իրենից արտացոլում է հայ մարդու տիպիկ կերպար։